Բարև ձեզ, դուք դիտում եք երկրի թիվ 1 արմ կոմեդին, դեպքեր եւ դեմքեր, Նարեկներ եւ Սերգեյներ, ծեծ ու ջար, այս ամենը այս հաղորդման մեջ։ Հաղորդում, որը լցնում է ձեր կյանքը դեպի առաջ անխնաշարժվելու ուժով։ Մենք այստեղ ենք, որ դուք հանգիստ նստեք տանը ու էլ ստիպված չլինեք փորփրել մենք համացանցը, թեժ ու կծու լուրեր փնտրելով։ Դիտեք այսօրվանի մեջ եւ հիշեք, որ ամեն ինչ դեռ արժևում է։ Ամեն ինչ արժևում է։ Այ, մի հատ կինոյի մեջ եմ լսել։ Ամեն ինչ արժևում է։ Լավն է, ամեն ինչ արժևում է։ Ոչի ճամբարի նոր հանրահավաք եւ հանրապետականների պատասխանը Չեմբերլեններին։ Ով տեղադրեց 1715-րդ խաչը եւ ինչպես։ Բարձր տեխնոլոգիաների շոփինգ Արուսիկի մասնակցությամբ, բաց չթողնեք։ Ինչու Երևանում անցկացվեց 2 կիսամարաթոն, ոչ թե 1 մարաթոն։ Այսօր ես ու Նարեկը խորհրդակցեցինք եւ որոշեցինք մի երկու բան պատմել սահմանադրական բարեփոխումների մասին։ Այո, մտածեցինք ինչու չբռնել ու մի օր էլ այդ թեմային անդրադառնալ։ Լսի, բայց ինչքան կարելի է թեմային անդրադառնալ։ Կարող է սպասենք ինչ-որ լուրջ բան լինի հետո։ Դե տենց էլ կստացի, որ խուսափում ենք այդ թեմայից։ Հա, լավ, օքեյ։ Մանավանդ, որ հանրահավաք ա եղել այսքանի օր։ Հա, արի դրա մասին։ Ոչի ճամբարը հանրահավաք արեց։ Մի քիչ ավելի մանրամասն։ Ոչի ճամբարը հանրահավաք արեց Ազատության հրապարակում։ Դե իսկ գիտեք ինչու։ Մենք պիտի դուրս գանք փողոց, մեր երկրում, ազգային ժողովներում, հանրաքվեներում հարցեր չեն լուծվում։ Մեր երկրում հարցերը լուծվում են փողոցում։ Այո, միշտ էլ տենց ա եղել։ Օրինակ 89-ին շարժման ժամանակ մարդիկ փողոց դուրս եկան ու փոխեցին երկիրը։ Հետո առայժմ է եղել, առայժմ։ Բայց գուցե հիմա արդեն մարդիկ պատրաստ են ավելիին։ Պիտի իմանան, որ մենք նույնպես պատրաստ ենք բոլոր միջոցներով մեր ժողովրդի իշխանությունը վերադարձնելու, բոլոր միջոցներով։ Բոլորը, բոլորը։ Կարաս մի քիչ ավելի բնական զարմանաս։ Բնական չէ։ Չէ, կաշկանդված էր։ Բոլորը։ Այո, Սերգեյ, եթե տեղը գա իշխանության դեմ կարող են կիրառել նույնիսկ զանգվածային ոչնչացման երաժշտություն։ Էլ Օլյան, էլ Բուչա Բուդաբին, Էլ Օլա Բամբին։ մանավանդ Օլյա Բամբին, որը ի դեպ շատ վտանգավոր է նույնիսկ շատ փոքր դոզաներով։ Բայց հնարավոր է գործը չհասնի այդ զենքին։ Ինչու։ Դե հավաքված մարդկանց քանակը առայժմ քրիտիկական չի։ Այսօր որ այսքան քիչ ենք, դուք չեք մեղավոր եւ ոչ էլ մեր մնացած հայրենակիցները, մեղավորը մենք ենք։ Այո, որովհետև մոռացանք Facebook-ում միջոցառման էջը ժամանակին ստեղծել ու invite անել բոլորին։ Դե ավելի շուտ պատճառը այնա որ ոչ ասելու համար արդեն ստեղծված է մի քանի ճամբար, ճիշտ է նես չի որ այդ մյուս ճամբարների հանրահավաքները տենց մարդալեցուն են։ Դե բայց մյուս կողմից ճակատներից ոմանք քայլեր են անում դեպի միասնականություն։ Առայժմ խորհրդանշական մակարդակով, Խորհրդանիշների մակարդակով, խորհրդանշական քայլ։ խորհրդանիշների քայլ։ Ամեն քաղաքական ուժ իր մոտեցումն ունի եւ պայքարելու ճիշտ ձևը իհարկե սա է։ Ինչ էլ անես, դու պիտի հանրությանը ներկայացնես քո մոտեցումները։ Այո, իսկ այդ ընթացքում իշխանությունը պատրաստվում է սահմանադրության նախագծի քվեարկությանը։ Իսկ հույսեր կան որ կընդունվի։ Դու ո՞նց ես կարծում։ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահ է, քվեարկության ընթացքում դեմ ձայները ձեռքի մատների վրա կարելի կլինի հաշվել։ Դե գուցե դա այն պատճառով է, որ բուն ընդդիմադիրներին կարելի է մատների վրա հաշվել։ Ասեմ ավելի, նույնիսկ եթե օրինագից մծվի ազգային ժողով, որ խանութներում հացը պետքա փոխարինվի կաղամբով, մեկ այդ դեմ քվեարկողների թիվը կարելի է մատների վրա հաշվել։ Առանձնապես գլուխ գովալու բան չի։ Արժի ներսում նույնիսկ կարելի ասել, որ լավ էլ կոնսոլիդացիա կա, բայց դրա մասին գլուխ չեն գովալու։ Կոնսոլիդացիա կա եւ դա շատ կարեւոր է։ Իսկ փոփոխությունների դեմ սկսված շարժմանը նորմալ են վերաբերվում։ Համոզված եմ, որ դեմերը կլինեն բավականին ցածր տեսակարար կշիռ ունեցող ձայներ։ Զգացին ինչքան զզվելով ասեց, դեմերը ցածր տեսակարար կշիռ ունեցող ձայներ, ցածր կշիռ ունեցող ձայներ։ Չէ, մեր մոտ լավ չի ստացվում։ Մի հատ էլ հարցնենք, էլի։ Ինչ տեսակարար կշիռ կլինեն դեմերը։ Դեմերը կլինեն բավականին ցածր։ Շատ ցածր։
Լավ, իսկ հիմա կասեք ինչու եք այդքան ուզում, որ այդ կառավարման ձևը լինի։ Հա, հələ ճիշտ ասեք, էլի, քանի մենք մերոնցով ենք, ինչի պետք է նոր սահմանադրությամբ կյանքը ավելի լավ լինի։ Որտեվ ժողովրդավարությունը, որը մենք ակնկալում ենք սահմանադրական բարեփոխումներից հետո, եւ կառավարման խորհրդարանական ձևը տալիս է նման հնարավորություն։ Այսենց գցեցինք, բռնեցինք, որոշեցինք Ես մի անգամն է ժողովրդավարությունը փորձենք։ Հա, այդ Եվրոպաներում այդքան ասում են ժողովրդավարություն, թող մենք էլ հետ չմնանք։ Սենց որ գնա արդար ընտրություններն էլ կուզենան տնան, այդ ինչ ֆրուկտ է։ Ու թող այդպես էլ լինի, մնացեք մեզ հետ։ Լսի, բա հայկական վերածնունդ է այս հարցով ինչ եմ մտածում։ Արա, հա, ամենակարևորը մոռացանք, լսի։ Սիրելի դիտողներ, բա մի հատ չեք հարցնում ազգային վերածնունդը ինչա մտածում ես հարցով։ Նստել եք ու մի կես բերան չեք հարցնում, ոնց որ հետաքրքիր չլինի։ Ոչ բարեկամներ, ոչ, դա նույն օրինաց երկիրի չի, դա լրիվ ուրիշ թիմ է։ Լավ, թող իրենք պատմեն ինչ են մտածում։ Բոլոր մեր առաջարկները ներկայացված են։ Մենք այդ պատասխանը կքննարկենք հայկական վերածնունդ կազմակերպության համակարգող խորհրդի նիստում, որը չեմ կարող ասել։ Ես շատ գիտեմ երբ, ով է գլուխ անում այդ վերածնունդից, դες չի որ մեր հետ ինչ-որ կապ ունի, որ իմանամ։ Դզում է վերածնունդի երիթևի այս ղեկավարը։ Այդ առայժմ ՕԵԿ-ի падգամավորն է։ Բա ինչի է վերածնունդից խոսում։ Դե մեկը պետք է խոսար, հիմա այդ մարդը խոսում։ Լավ, ԲՀԿ-ն եւս սահմանադրությանը տրամադրեց հիանալի կապուտաչա աջակցություն։ Հա։ Սահմանադրության մեջ մի 30% կամ 25% մեջ չի բավարարում, բայց վեկտորը ճիշտ է ընտրված, խոսքը գնում է կառավարման մոդելի։ Ախ, մոդելի։ Քաղաքական մենիշխանությունը ազատականացվում է եւ Тогда наверняка вдруг запляшут облака и кузнечик запиликает на скрипке. Դե այս գեղեցիկ նոտայի վրա էլ արդեն ոնց որ Մաղթում ենք ձեզ, մնացեք մեզ հետ։ Дружба начинается с улыбки. Ապարանում Սուրբ Խաչ հուշարձանին ամրացվեց թվով 1715-րդ խաչը, որովհետև դա տենց ավանդույթ է։ այո, ըստ հին քրիստոնեական ավանդույթի ամեն տարի ինչ որ պետական պաշտոնյա կամ հանրապետական падգամավոր նոր խաչ է ամրացնում հուշարձանին։ Իսկ ով էր այս տարվա խաչքավորը կիմանա քիչ անց նախ տեսնենք ով էր եկել միջոցառմանը։ Առաջ ոչի ճակատը հանրահավաք անցկացրեց։ Այս արարողության մեջ ոչի ճակատ, իշխանություն, այս ամեն ինչ արվում է, որ մի քիչ հանգստանաք։ Ինձ թվաց, թե երկրի երկրորդ դեմքի հետևում երկրի թիվ 1 կինոյի տղեն էր։ Այո, Գոր Վարդանյանը նույնպես եկել էր, որ վերահսկեր իրավիճակը, հանկարծ եթե ինչ-որ մի անախորժություն, մի անհամություն Թարս Մավաշիգիրին միշտ մոտնա։ Ու շատ լավ է, որ փորձի փոխանակում եղավ արտաքին իրավիճակների նախարարի հետ։ Ինչ փորձի փոխանակում։ Դե առանցքային հարցերով էլի, ինչպես փրկել մոլորակը, ինչպես ոչնչացնել Գոդզիլային, տենց առօրյա մարդ ես։ Շատ ողջունելի փորձի փոխանակումը, այ հիմա ոչ մի արտակարգ իրավիճակից չեմ վախենում։ Քննարկվեցին նաև քաղաքական թեմաներ, ոչի ճակատի մասին հարց հնչեց, տեսնենք ինչպես կարձագանքի մաեստրոն։ Այս ամեն ինչ արվում է, որ մի քիչ հանգստանաք, այդ երևելի կամ երևելի հարցերը չտակ։ Այսպիսի տեղ գալիս ոչի ճակատից իշխանություններից են խոսում։ Լավ, խոսենք հոգևոր բաներից։ Բայց Սամվել Ալեքսանյանն էլ էր այնտեղ։ Լավ, օքեյ, Սամվել Ալեքսանյանն իսկ հետո միանգամից հոգևոր։ Սամվել Ալեքսանյանը փորձում էր որոշակի շտկումներ մտցնել լրագրողների աշխատանքի մեջ։ Պարոն Ալեքսանյան, ուզում ենք հետաքրքրենք, մեդալը ստացաք, ինչ զգացողություններ ունեցաք, լավ բաներ են։ Գոնե այսպես էլի պատասխան։ Ասեցի էլի։ Լավ զգացողություններ ունեցաք։ Ուր ես թողել մեզ։ Չեք պատասխանում հարցերին, ինչ անեմ բա։ Դուք խաչ։ Այո, հոգևոր տրամադրությունը այնքան բարձր էր, որ Ալեքսանյանը փորձեց դարձի բերել լրագրողին։ Հոգևորից, այս նման միջոցառումները, երբ մեկ վայրում հավաքված են լիքը պաշտոնյաներ, հրաշալի հնարավորություն են ճշտել ինչ տեսակի ասեկոսեներ ու բամբասանքներ կան։ Էսա քո հոգևորը։ Չէ, դե բայց բամբասանքներ էին։ Վերջին շրջանում բավականին շատ է խոսակցությունները պատտվում, մասնավորապես այն, որ դուք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ ձեր փոխհարաբերությունները լավ չեն եւ պատրաստվում եք լքել պաշտոնը, որքանով է տեղեկություն համապատասխանում։ Եմ լսում, ես առաջին անգամ եմ լսում վարչապետի հետ, Հայաստանի Հանրապետության նախագահի հետ իմ հարաբերությունները շատ լավ են, աշխատանքային
Այդպիսի բան երևի Պատրաստում լքել պաշտոնը։ երբ հանձնարարեն կլքեմ, բայց այդպիսի բան չի եղել եւ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Եթե այդպիսի նորություն եք ունենում, ինձ տեղյակ պահեք։ Okay, դե եթե մի բան լսենք, կզանգենք։ Ոնց է Երիցյանի զրկի համարը։ 9-1-1։ Հա, ճիշտ։ Բայց քանի էլի սենց առիթա գուցե եւս մի քանի բան բասանք ճշտենք։ Ճիշտ է որ Beyoncé-ն ու Jay-Z-ն ուզում են բաժանվել։ Ես առաջին անգամ եմ լսում։ Իսկ ճիշտ է որ Full House-ի մեջի տունը ու Domino sitcom-ի մեջի pub-ը նույն շենքում են։ Ես առաջին անգամ եմ լսում։ Իսկ ճիշտ է որ Այլև հասկացանք։ Վերադառնանք արարողությանը։ Ով էր Խաչքավորը եւ ինչու։ Արդյոք Աղվան Հովսեփյանի հետ հարաբերություններն են պատճառը, որ նրան ընտրեցին։ Աղվան Հովսեփյանի մտերիմն եք, որ ձեզ խաչքավոր եք ընկել, թե պարզապես այլ արժանինքների համար որոշեցին ձեզ կնքել։ Ասում են, որ նույնիսկ քրիստոնեական գործունեությունն եք ընկերության հետ կապում։ տեսակ ընդհանրապես Աղվան Հովսեփյանի ընկերն էլ չի։ Այո, ընկերն է, բայց դա կապ չունի դրա հետ։ Իսկ կարող եք ասել կոնկրետ ինչ արժանինքի համար որոշեցին ձեզ այսօր։ Հետո Իսկ ինչի՞ չասեց, որ արժանինքի համար են իրեն ընտրել։ Դրա համար շատ հիմնավորված պատճառ կար իր ճառի առանցքային մասներ։ Հիմա որ ասես, ճառի ամբողջ հետաքրքրությունը կկորեր, չէ։ Որ արժանինքների համար են խաչքավոր դառնում, ես պատասխանը չտվեցի, հիմա եմ տալի պատասխանը։ Արժանինքները եւ շնորհքը տալիս է Աստված։ Իսկ գնահատողը դրանք ժողովուրդն է, հավատացյալ ժողովուրդը։ Ու դե այդ օրն էլ ժողովուրդը գնահատեց, որ Վահրամ Բաղդասարյանը պետք է ամրացնի այդ նոր խաչը։ Ժողովուրդը թե Աղվան Հովսեփյանը գնահատեց։ Այդ նույն բանն է։ Հա, լավ, վերադառնանք միջոցառմանը։ Նախ երկու խոհեմ խաչակիրները ՀՀԿ խմբակցության ղեկավարին մոտեցրեցին խաչը։ Այնուհետ Վահրամ Բաղդասարյանը հրեշտակների ուղեկցությամբ երևի պետքա տանի ու այդ խաչը ամրացնի։ Բայց ծանր չի, տենց մենակով կարա տանի։ Դե լավ պարապած են հրեշտակները։ Okay, հուսով եմ գոնե ինքը չի բարձրացնելու, որովհետև հուշարձանը լավ բարձր է։ Նարեկ, ՀՀԿ խմբակցության ղեկավարները բարձրությունից չեն վախենում։ Չեն վախենում։ Ոչ էլ մթությունից։ Շատ կարող է սարդերից վախենան, բայց ով չի վախենում սարդերից։ Դե իսկապես չվախեցավ, առանց պատարների խաչը ամրացվեց։ Պաստորեն, եթե ազգային ժողովի շենքի IS զինանշանը պետք լինի փոխել կամ մի հատ վրայից փոշին վերցնել, հիմա գիտենք ում դիմել։ Վահրամ Բաղդասարյան, մեր սեփական սարդ մարդը ազգային ժողովում։ Տղաներն ինձ ասել էին, որ բարեկամությունում ինչ-որ հավես տեղ է բացվում, ու ես որոշեցի գնամ շոփինգի Էլուշի ծնունդի համար։ Բարեկամության մոտ բացվել է նոր մոլ, որտեղ ներկայացվում են վերջին աշխատանքները ամենահայտնի դիզայներների եւ այն կոչվում է Digital Expo։ Եվ մենք գնում ենք շոփինգի։ Ես ծնունդ եմ հրավիրված ընկերուհուս, ավելի կոկտեյլային շորիկ եմ ուզում։ Ունեք Ֆիգարոն։ Ինչ արոներ։ Ֆիգարո։ Դա ինչ է։ Ինքը սենց ոնց որ պիջակ է, ուղղակի մի քիչ վերևից է սկսվում։ Որ ինչ անենք, ասենք թրծնենք։ Բիժու է։ Այո։ Որտեղից եք արվեստներից։ Ծաղկաձորի եկեղեցիներից մեկից։ Կտակ մի օր գցեմ մի հաղորդում նկարվեմ տա։ Կտամ հենց հիմա։ Դուք Ռիհաննա շատ եք սիրում ես։ Ոչ։ Այդ Ռիհաննային կլիպի մեջ է, որ սենց պարկում է I want you to stay։ Հա, չէ, չեմ սիրում։ Տկլոր է։ Ոչ։ Դանք դուք էլ մտնեք։ Ես մի քիչ առաքինի աղջիկ եմ ու ես էլ եմ առաքինի աղջիկ։ Ես իմ բաբաս տեսնի, ասի չես ամաչում։ Դժվար ասի։
вас есть баночки для педикюра? Чего? Ваночки для педикюра. Нету. Նարեկ ստեղ ոչ մի շարիկ չկա, դուք ինձ ուղարկել եք ու ես արդեն հիասթափություն եմ ապրում։ Հետո պարզվեց, որտեղ շորիկներ չկան ու դա ավելի շատ ինչ-որ ռոբոտիկների, միկրոսխեմաների ու IT չգիտեմ ինչիկների մոլ է ու ես հիշեցի, որ կա մեկը, ով ունի իմ օգնության կարիքը։ Մեքենաների հաստոցների ավտոմատացման Իսկ դուք գիտեք, մեր Սերգեյի մեքենան է փչացել, դուք կարող ունենաք գոլֆի, գլուշիցելի, պաչևնիկ։ մեքենա ասելով, ես հաստոցների մասին, արտոնապերական հաստոցների մասին է։ Իմ քերին Կրասնադարում ապրում, դուք ուղիղ չարթերային թռիչքներ իրականացնում եք, Կրասնադար։ Կրասնադարում եթե ինչ-որ պատվել լինի, Իսկ այս ուղղաթիռները ինչքան ձիաուժ ունեն։ ուղղաթիռները ձիաուժով չեն որոշում։ Արծվաուժ։ Ինձ գիտեք ինչն է հետաքրքրում, ես ես 2 ամիս Արտակ Վարդանյանի ֆրենդ եմ ուղարկում, ինքը չի ընդունում, դու կարող եք այնպես անել ձեր ծրագրերով, որ միանգամից չարթեք էլի դա սայթը։ Մենք նման բաներով չենք զբաղվում, մեր համակարգը նվերների ուղարկման համաշխարհային սոցիալական հարթակ է։ Յուրաքանչյուր մարդ ուզում է, չէ, հայտնվի Արտակ Վարդանյանի ֆրենդներ։ Ես չեմ ուզում։ Դուք տղա եք։ Մեր հետաքրքիր ռեպորտաժը շոփինգի մասին ավարտվեց, Արուս Տիգրանյան, Լևոն Ոսկանյան, հատուկ Arm Comedy համար։ Լիլ, պետք է մենակ տեսնես ինչեր եմ առել, լսի։ Նենց հետաքրքիր բաներ առա այնտեղից։ Հա, այս Նարեկի ՀԴՄ-ներ փչացել։ Լևոնին նվեր։ Ահա, այսը Սերգեյի սիրած կինոներ են։ Եթե շաբաթ կիրակի խցանների մեջ եք, ուրեմն արդեն երևի գիտեք, որ Երևանում անցկացվեց 1 չէ, 2 կիսամարաթոն։ Կամ 1 մարաթոն, եթե այդ երկուսը իրար կպցնենք, էլի։ Այ դու որպես ամսի 4-ի մարաթոնի մասնակից, իդեպ այո, Նարեկը մասնակցել ամսի 4-ի մարաթոնին, ոնց տենց եղավ, որ 2 իրար վրա մարաթոն եղավ։ Դե ամսի 4-ինը հայտարարվել էր դեռ մայիսին, իսկ ամսի 3-ինը գոնե հանրության համար տենց անակնկալ էր, բայց երբ արդեն հայտարարած մարաթոնից մի օր շուտ նշանակում ես քո կիսամարաթոնը, հնարավորություն է ստեղծում այսպես բան ասել։ Այսօր առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ տեղի է ունենում միջազգային կիսամարաթոն։ Բայց չեն կարող իրար լեզու գտնեին ու միասին կազմակերպեին, թե չէ սենց մեկը կողքից գնայիք, ասի մի բուր վազորդեն չեն կարողանում պայմանավորվել։ Դե սպորտի նախարարությունը իսկը մի փոքր սրտնեղեց, որ իրենց հետ չեն ի սկզբանե կազմակերպել, ու գնաց ինքն էլ Իրանը կազմակերպեց, որտեղ ես ինչ-որ տենց նոտա զգացի նախարարի խոսքում։ Պետք է նաև երևի թե մեր հետ համագործակցել եւ այդ ժամկետները հաստատելու մեր հետ խորհրդակցել։ Այսպես աննախադեպ 2 կիսամարաթոն, մեկը հրաշալի կազմակերպված միջազգային ճանաչում ունեցող, մյուսում Յուրի Ջորկայևն էր վազում։ Հա, ու Շարլ Ազնավուրի տղեն էր վազում։ Ու Շարլ Ազնավուրի տղեն։ Բայց ու տենց ես ասում, որտեվ դու ամսի 4-ին ես վազել, ինչով էր պակաս ամսի 3-ինը, հա։ Եթե չհաշվենք հրմշտոցը, որի մեջ երեխաներ ոնց որ տուժեցին, շատ լավ էր, հրաշք էր, եթե չհաշվենք հրմշտոցը։ 6 5 4 3 2 Ժողովուրդ, էլի ամեն մեկը գնացեք ձեր մարաթոնը կազմակերպեք։ Ուղղակի երբ սկսում եք չափել, թե ում մարաթոնն է ավելի մեծ, արդյունքում ավելի կարևոր բաներ են աչքաթող լինում ու սենց բաներ է լինում։ Լավ, Սախեջ, դու ոնց վազեցիր, դու։ Սենց էլի։ Մոտավորապես այսպես տեսք ունի հենց նոր 21 կիլոմետր վազած ես, շատ թույներ, շատ լավ կազմակերպված էր, լիքը ջուր կար ու ոչ մեկին չի տրորել, դա ուղղակի հրաշալի է, ես որ միասին ասեն հայեր։ Եթե հետևից այդ արջ չգնի, փաստորեն կարաս փախնես վազելով։ Հա։ Իսկ եթե պատգամավոր, հա իհարկե։ Լսի, արի ինձ սովորացրու, էլի, արի գնանք ինձ սովորացրու։ Լավ։
Դու գնայես գալիս եմ։ Գալիս եմ։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջի մեկ եք դիտենք օրվա վիդեո բոցը։ Ես կարծում եմ հետևյալը Սյունիքի մարզպետին այս դեպքում պիտի ձեր տեսադաշտում ընդունեք որպես ոչ թե մարզպետ, այլ ծնող։ Քո կարծիքով մյուս տարիով այդ նոր խաչը ամրացնելու։ Չգիտեմ, բայց հուսով եմ, որ ֆինանսների նախարարությունը կլինի, որտեվ եթե ֆինանսների նախարարությունը խաչ դնի, ջոգում ես տնտեսությունը ոնց կզարգանա, ջոգում ես երկնիշ տնտեսական աճ։ Իսկ այս տարի փաստորեն հանրապետականն է զարգանալու։ Հա, այս տարի։ And he keeps them out of sight. Ուզում եք դիտել Arm Comedy-ի բոլոր թողարկումները անվճար, բաժանորդ։ Միգան ինձ թվում է միշտ էլ անվճար են դիտում, բայց հա Դե բանը ամեն դեպքում բաժանորդագրվեք, որ ոչ մի թողարկում բաց չթողնեք ու միշտ առաջինը տեսնեք։ Այստեղ ցեխ մեկ ուղակի ու բաժանորդագրվում եք։